Ինչպես խոստացել էինք նախորդ տեսանյութերում, անդրադառնալու ենք Red Store ընկերության մարքեթինգային արշավներին եւ այսօր մարքեթինգի բաժնի ղեկավար Համլետը կներկայացնի դրանցից մեկը, որի մասին ենք խոսելու այսօր։ Այսօր կխոսենք Կարմիրը գալիս է արշավի մասին։ Իսկ երբ է տեղի ունեցել այդ արշավը։ Արշավը մեզ մոտ տեղի ունեցել 2 անգամ, առաջինը դա տեղի ունեցել մեր թվով 6-րդ մասնաճյուղի բացման ժամանակ, իսկ երկրորդը մեր վերջին մասնաճյուղի թվով 7-րդ մասնաճյուղի բացման ժամանակ նոր Նորքում մասիվում։ Այդ արշավների ընթացքում Red Store-ի անվանումը որպես այդպեսին չի երևացել, ինչպես կմեկնաբանեք։ Նահան ջան, իրականում դա նպատակային է արված, իր ամբողջ նպատակը այն է, որպեսզի կարողանանք մենք քննարկման առիթ ստեղծենք եւ հենց Կարմիրը գալիս է մարդկանց մոտ տպավորություն ստեղծի, թե ով է Կարմիրը կամ ինչ է Կարմիրը, բայց միայն քննարկման համար չի դա արվել, նաեւ արվել է, որ գույնականացում գնա գույնի հետ կապված, որտեղ մենք գիտենք, որ բրենդում ինչպես շատ կարևոր է լոգոն կամ անվանումը, այնպես է շատ կարևոր է բրենդի գույնի նույնականացումը։ Ճիշտ է, կարմիր գույնը այնպիսի գույն է, որ բավականին բրենդներ կան միջազգային, որոնք արդեն տարիների փորձի ընթացքում հասել են այդ արդյունքին, դրանցից են օրինակ Coca-Cola-ն, KFC-ն, բայց դա երկար ռազմավարության արդյունք է, նաև դա է հիմք եղել, որ հենց Կարմիրը գալիս է արշավի հիմքում լինի հենց գույնը, իսկ Red Store-ի համար գույնը դա ուղղակի բրենդի գույն չէ, այլ նաև անվան կարևոր տար է հանդիսանում։ Դրա համար արշավը այդպես ենք իրականացնել այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով։ Իսկ ինչ արձագանք ենք ունեցել մարդկանց կողմից եւ արդյոք արշավը ծառայել է իր նպատակին։ Իրականում Նանե ջան, բավականին մեծ են եղել արձագանքները մարդկանց կողմից, տարբեր եւ այնտեղ նաեւ մենք մեր արշավի ժամանակ նաեւ թողել ենք QR կոդի հնարավորություն, որ այն մարդիկ, ովքեր շատ են հետաքրքրված եւ ցանկություն ունեն իրոք տեսնելու թե Կարմիրը ով է կամ ինչ է, իրանք կարող են այդ QR կոդի միջոցով եւ նաեւ տրաֆիկ ենք այդ կերպ ապահովում մեր նոր կայք եւ հավելված, ինչպես նաեւ մարդիկ արդեն այդ հարցերի պատասխանը ունենում էին, թե Կարմիրը ով է, իսկ այդ քննարկումները բազմազան են եղել, մարդիկ են գրել մեր սոցիալական հարթակներում են տարբեր կարծիքներ հայտնել, ինչպես նաև անձնապես են նույնիսկ տեսել, հարցրել, հա, երբ որ իմացել են, որ օրինակ Կարմիրը գալիս է, դա հենց Red Store-ն է, ու նման, հա, կարծիքներից մեկը եղել է, օրինակ, հա, փաստորեն այդ Կարմիրը հենց դուք եք։ Այսինքն այս քննարկումները ցույց են տալիս, որ մեր արշավը հաջողված է եղել, որտեղ մեր նպատակը հենց դա է եղել, իրան թաքնված գովազդի տակ արշավ իրականացնել եւ բնականաբար ստեղծել քննարկումներ, ինչը ստեղծվել է եւ այդ առումով կարող եմ ասել, որ արշավը հաջողված է եղել։ Իսկ առաջիկայում սպասում են նմանատիպ արշավներ։ Այո, իհարկե Նանե ջան, սպասում են ավելի հետաքրքիր արշավներ, քանի որ մեր արշավների հիմքում ընկած չէ միայն գովազդը, այնտեղ պետք է լինի գաղափար, որը ստիպի մարդկանց երկար ժամանակ հիշեն այդ արշավները, այնպես որ շուտով կլինեն ավելի հետաքրքիր արշավներ։ Հիանալի։ Դե ինչ, ինչպես տեսնում եք, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Իսկ եթե դուք եք ուզում տեսնել նման հետաքրքիր տեսանյութեր, ապա լայքեք, մեկնաբանություններում գրեք ինչի մասին կցանկանաք, որպեսզի խոսենք հաջորդի, եւ որն ամենակարևորն է, հետևեք մեր YouTube-յան պաշտոնական ալինքին։ Դե ինչ, մինչ հանդիպում։